Երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթվա վերջին օրն է մեզ մոտ մեկնարկում եւ այսօր ձեզ հետ միասին դիտելու ենք երկու հանդիպում դիվիզիոնից եւ առաջին հանդիպումը քիչ անց կմեկնարկի, որտեղ միմյանց հետ մրցելու են Երևանը եւ Արցախը։ Շատ հետաքրքիր հանդիպումներ են այսօր ձեզ հետ դիտելու։ Մնացեք մեզ հետ, բարի խաղ եմ մաղթում բոլորիս։ Տեսնենք ինչպիսի հանդիպում կընթանա այս հանդիպումը։ Իմերի ապակները աշտի կենտրոնում տեսնում ենք խաղի մրցավարի հետ նարկում են դատարում։ Եվ կարծես թե դաշտի կենտրոնից Երևանն է խաղը մեկնարկելու։ Մրցավարի սուլիչը լսվեց, խաղը մեկնարկեց, ես էլ անցնեմ թիմերի հայտարարություններին։ Երևան դարպասում է համար 96 Տրթատ Ասելյանը, համար 2 Արթուր Քոչարյան, համար 6 Գոր Հովանիսյան, համար 7 Իմիավակ Արեն Վրկրյան, համար 11 Աշոտ Մնացականյան, համար 15 Արտյոմ Գազարյան, համար 33 Դավիթ Դավթյան, համար 45 Սպարտակ Հարությունյան, համար 77 Ամիքանյան և համար 87 Հայկ Կարապետյան։ Արցախ դարպասում է համար 16 Էդգար Մաղաքյան, հիմա վտանգավոր էր այստեղ, բայց բիրում էին գնդակին ֆուտբոլիստները, հիմա խոտածածկին է հայտնվել Արցախի ֆուտբոլիստը, վնասված կարծես թե ստացել։ Ժամանակ եմ Արցախի կազմը, Արցախ դարպասում է համար 16 Էդգար Մաղաքյանը, համար 5 Արման Սահակյան, համար 7 Արտյոմ Հարությունյան, Արգամ Հարությունյան, ներողություն, համար 8 Մնացական Ավետիսյան, համար 9 Ֆելիքս Շիլինգարյան, համար 10 Իմիավակ Արմեն Խաչիկյան, համար 15 Կարապետ Տաշյան, համար 18 Հովանես Վարդարյան, համար 34 Յուրի Աշրաֆյան, համար 77 Արշակ Գևորգյան, համար 88 Ալեքսանդր Սարգսյան և համար 90 Արմեն Ազատյան, խաղի մրցավարն է Վահե Սարգսյանը։ Այսքանը պաշտոնական մասով տեսնում ենք, որ խաղը հիմա շարունակվում է, ամեն ինչ կարգին է մեզ մոտ և փորձում են Երևանի տղաները առաջին գնում կազմակերպել, բայց Արցախը տվեց գնդակ այստեղ հարված մրցավարի վրա։ Շարունակվում է հանդիպումը, տեսնում ենք ուժեղ էր հարվածը, մրցավարը մի փոքր խնդիրներ ունեցավ, բայց ամեն ինչ կարգին է նրա մոտ։ Գևորգյանը այստեղ լավագույն կատարեց։ Սյան և եզրային մետրոն Երևանի օգտին ստում ենք, որ ուղեր կամ
բայց մի փոքր երկու հանդիպում են անցկացրել երկու հաղթանակ 6 պարտություն 6 միավորով 16-րդ հորիզոնական են գտնվում այս մրցաշարում, իսկ Արցախը 7 հանդիպում է անցկացրել մի փոքր առ հանդիպումներ են դրանք անցկացրել 3 խաղ հաղթել են 2 խաղ պարտվել 2 անգամ են ոչ ոքի մնացել 11 միավորով 11-րդ հորիզոնականն են զբաղեցնում Արցախի հոկեյիստները երկու թիմերն էլ այսօր եկել են 3 միավոր վաստակելու փոխանցում Տաշյանը հեռացել շարունակում է Երևանի գրո Դավթյան Գարյանը փայլում կատարեց Փոխանցում վտանգավորը եւ Ասերյանը վերցնում է գնդակը արագ նետում գնդակը առաջ փայլուն անցում հիմա Դավթյանի կողմից ծաղկեզրով նետվում է առաջ Դավթյան եւ չկարողացավ Վարդանյանին անցնել այստեղ Դավթյանը ամեն ինչ փայլուն է արել այլ արագ նետվում է գրոյի Արցախի տղաները Չիլինգարյան ծածուկ փոխանցում դեպի Սարգսյանի ուղղությամբ բայց կրկին Ասերյանն է վերցնում գնդակը եւ սկսում իր թիմի հերթական գրողներից մեկը Չարյան Ամիրխանյան եւ կատարեց կարծես թե Վարդանյանը դեռ տեսնում ենք խոտացած կին է Արտյոմ Ամիրխանյանը դուրս հանեցին գնդակը եւ ամեն ինչ կարգին է Երևանի բացողի մոտ տեսնում ենք կամին հանգարում է ֆուտբոլիստների ուսումների ժամանակ որ է Դավթյան եւ բայց Բարաշփոթ իրավիճակ է Գորքյան եւ եզրային նետում արդեն անցավ այս տաղից դրոներ են մեզ մոտ դեր հարվածներ էլ տեսել երկու տեսնում ենք որ երկու թիմերն էլ զգուշորեն են Նում այստեղ Ամիրխանյանի անցումը չստացվեց, կրկին արագ վերադարձ
ֆուտբոլիստներից Գևորգյան, Պայլուն անցումներ, բայց Ամիրխանյանը եկավ եւ գնդակը տարավ Արշակ Գևորգյանի ոտքից։ Այրվից հարված եւ առաջին դիպուկ հարվածը, բայց շահույն հարված էր Արտյոմ Ղազարյանի կողմից, Մարաքյանը հանգիստ որսած գնդակը։ Կրկին արագ վերցրել են գնդակը եւ այն տղաները հարված եւ այս անգամ շատ վտանգավոր էր։ Հովհաննիսյանը հարվածեց, անդրադարձ եղավ այնտեղ եւ Մարաքյանը փրկեց նորից իր թիմին, այստեղ էլ Արցախի գրոհ չստացվեց։ Ուժեղ փոխանցում առաջ։ Սարգսյան լավ փոխանցում Շիլինգարյանի ուղղությամբ, բայց նորից Ասերյանը իր դիրքում հաջող է գործում։ Սարգսյան, Շիլինգարյան, արված և շատ վտանգավոր էր իմ այս հարվածը Ֆելիքս Շիլինգարյանի, բայց մի փոքր շեղ էր։ Վերջո։ Տեսնում ենք շատ վտանգավոր պահեր չկա։ Սիրում են Փայլունի համագործակցություն, բայց նորից պաշտպանները տեղում են Երևանի։ Գևորգյան արված և նորից շեղ էր։ Բացը դեռ դիպուկ չեն Արցախի տղաների հարվածները, բայց շատ վտանգավոր է։ Արցախը տեսնում ենք արագ անցնում է գործի, Գևորգյան լավ թողեց գնդակը Հարությունյանին, բայց այստեղ էլ ձեռքով խաղ, խաղի մրցավարը նշանակում է, Աշոտ Մնացականյանը ձեռքով էր խաղացել այստեղ, փորձեց սահանկումով գնդակը հեռացնել, բայց վերջին պահին ձեռքին դիպչեց գնդակը Մնացականյանի և վտանգավոր դիրքում Դուգանային են վաստակել Արցախի տղաները, կարծես թե Վարդանյանն է հարվածելու։ Մրցավարի սուլիչը լսվում է, Վարդանյան, ցածից փոխանցում, Տաշյան արված և գոլ, այսա շատ լավ արեցին ամեն ինչ այս դրվագում հիմա Արցախի տղաները, հանդիպման հաշիվը բացված է, Կարապետ Տաշյան 1-0
Կարապետ Տաշյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ։ Բոլորը սպասում էին Վարդանյանի հարվածին, բայց արտանալիորեն Վարդանյանը փոխանցում կատարեց Տաշյանի տնային աշխատանք էր, կարծես թե դա Արցախի տղաների կողմից եւ փայլում Վերջաբան Տաշյանի կողմից ինչև եք արժևում են հիմա Արցախի տղաները այս խաղում Երևանը տեսնենք ինչով կպատասխանի Կարապետ Տաշյանի գոլին շատ ուժեղ են անցնում փոխանցում Դավթյան պայծ վիրակապի սահմաններ Դավիթ Դավթյանը և խլեցին դրանից գնդակը Գևորգյան շարժվում է առաջ Արշակ Գևորգյանը անցում այժմ Ավետիսյան Որը մի փոխարացից է գնդակը Գևորգյան Շամի խաղեր Հակված է արված Արշակ Գևորգյանի այստեղ գրոել Երևանը Ամիրխանյան շրջապատման մեջ վերցին դրան և հիանալի վերադարձեցին դեպակը Արցախի տղաները և Շեքյան Եզր Սարգսյան և գոլ Փայլուն արեց ամեն ինչ այստեղ Ալեքսանդր Սարգսյանը 2-0 Սարգսյան 2-0 կրկնապատկում է իր առավելությունը այս խաղում Արցախը կրկին փայլուն գրոհ կառուցեցին Արցախի տղաները և արդեն 2 գոլի առավելություն են ստանում այս խաղում հրաշալի էր ամեն ինչ և հիմա էլ 2 գոլի տարբերությամբ է պարտվում արդեն Երևանը այստեղ տղաներին են վաստակել նրանք տեսնենք ակտիվանա Ամիրխանյանն է գնդակի մոտ չկա Արտյոմ Ամիրխանյան ցածրից փոխանցումը տանգավոր է և Մաղաքյանը փրկում է իր թիմին
Երկրորդ փորձով էլ Ղազարյանը այնտեղ փորձեց գնդակը ուղարկել Մաղաքյանի դարպասը, բայց այստեղ անձնվիրաբար փրկեց իր թիմին Մաղաքյանը եւ հիմա հայտնվել է խոտածածկին Արցախի դարպասապահ Այլուն արված էր Ամիր Խանյանի կողմից ցածրից կատարեց միայն կարծես թե անկյունային է վաստակել այս դեպքից հետո Երևանը տեսնենք փոխանցում կգանային հրապարակ Հովհաննիսյանը արված կատարեց և շեղեր արվածը երկար փոխանցում և շատ ուղեղ ես փոխանցում Հովհաննես Հարականյանի Վերջին 5 րոպեները մնացին առաջին կեսի ավարտին 2-0 հաշվով Արցախը հաղթում է Երևանին Ամիր Խանյանն հետքում է Երևանը գրոհի Ամիր Խանյան արված և շեղեր Ամիր Խանյանի արվածը փորձեց մենակ եզրափակում տալ այս գրոհին Արտյոմ Ամիր Խանյանը Արցախն էին այլանցել գրոհի Սարգսյան խլեցին նրանից գնդակը Հովհաննիսյանը այստեղ լավ պայքարեց, բայց հարակ վերադաստում է գնդակը Սարգսյանը փոխանցում Գալյանին այստեղ այլում փորձեցին պաշտպանները Երևանի և հիմա նետվում է հակագրոհի այստեղ Երևանը Ղազարյան Ամիր Խանյան շատ խճճվեց հիմա Ամիր Խանյանը այստեղ Չիլինգարյան փոխանցում և այստեղ հիմա փայլուն սահակման գնաց Երևանի ֆուտբոլիստը երկու թիմերն էլ տեսնում ենք փոխնիքով գրողներ են կազմակերպում հանդիպում է անցկացնում Ալեքսանդր Սարգսյանը տեսնում ենք Նա հիմա գնդակով Սարգսյան երբից արված նորից շատ վտանգավոր էր Կարող է լինել հիմա և Տաշյանն է հեռացնում գնդակը խախտում համագործակցություն Արցախի տղաների կողմից, բայց այստեղ էլ Հարությունյանն է խլում գնդակը Ռոն արված և գոլ
խրճուն է գնդակ Էդգար Մահակյանի դարպասը։ Դավիթ Դավթյանը կրճատում է հանդիպան հաշիվը 2-1։ Դավիթ Դավթյան 2-1 կրճատված է հանդիպման հաշիվը բարեկամներ և վերջին րոպեին առաջին խաղակեսին խաղացավ։ Մեկ գնդակ է բերել Երևանը։ Ավարտեց առաջին խաղակեսի հիմնական ժամանակը 2 րոպե ավելացրել խաղի մրցավարը առաջին խաղակեսի համար քանի դրվագներ եղավ Սում Ամիխանյան Երևանն է Ֆեբրուարի Ամիսյան լավ խաղացումներ ծածկ խլեց գնդակը Չիլիգարյան Աշրաֆյան Սակման գնաց հիմա էլ Հարությունյանը և Երևանն է Գրոյի Աշյանը այստեղ է գնացած գնդակը Այլուն անցում հիմա էլ Գևորգյանի կողմից, Գևորգյան և խաղում Հովանեսյանն էր ստացվեց այստեղ Գևորգյանի խաղման համար Տեսնենք այս ստանդարտը Արցախին Ցածրից արված Սարգսյանը արվածեց պակեցին Երևանի Նորցյան Վարշավանք է սկսել այստեղ Դավիթ Դավթյանը աչեզրով և միայն կաղոցավ անկյունային վաստակել ոչ դուր չի տալիս խաղի մրցավար այս անկյունային եմ Իրացնեն Երևանի տղաները, առաջին խաղակեսը ավարտված է սիրելի ֆուտբոլասերներ, Արցախը հաղթում է 2-1 հաշվով Երևանին, հետաքրքիր առաջին խաղակես ստացվեց, հիմա գնանք ընդմիջման կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադարձանք, երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ և առաջին կեսից հետո 2-1 հաշիվ է Հուսատախտակին և Արցախը հաղթում է Երևանին հետաքրքիր առաջին խաղակես ստացվեց մի փոքր առավելությունը Արցախինն էր հարվածներով և իրացված բայրով էլ առավելություն ունեին նրանք և հիմա տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես անցկացնեն այս երկու թիմերը 3 գոլ տեսանք առաջին խաղակեսում 1 երին կարդ Հովանեսյանը Դավիթ Դավթյանը Արցախի կազմում աչքին կան
Կարապետ Կաշյանը և Արշակ ներողություն Ալեքսանդր Սարգսյանը այսքան առաջին կարգեսի մասով արագ վերիշենք թիմերի կազմերը տեսնում եք տեսեցին Արտեմ Ամիրխանյանին այստեղ Արծեստը Ալեքսանդր Սարգսյանը Երևան դարպասում է համար 96 Տրթատասելյանը, համար 2 Արթուր Քոչարյան, համար 6 Գոր Հովանեսյան, համար 7 Արեն Վխկելյան, համար 11 Աշոտ Մնացականյան, համար 15 Արտյոմ Ղազարյան, համար 33 Դավիթ Դավթյան, համար 45 Սպարտակ Հարությունյան, համար 70 Արտյոմ Մամիկյանյան և համար 87 Հայկ Կարապետյան։ Հիմա տեսնենք այս ուկանայինը Երևանի Ամիրխանյան պատվեցրած արված կատարեց, բայց Քամին կրկին խանգարում է ֆուտբոլիստներին Արցախ դարպասում է համար 16 Էդգար Մաղաքյանը, համար 5 Արման Սահակյան, համար 7 Արգամ Հարությունյան, համար 8 Մնացական Ավետիսյան, համար 9 Ֆելիքս Չիլինգարյան, համար 10 Արմեն Խաչիկյան, համար 15 Կարապետ Տաշյան, համար 10 Հովհաննես Վարդանյան, համար 34 Զուբին Աշոտյան, համար 90 Ալեքսանդր Սարգսյան և համար 90 Արմեն Ազատյան։ Աղի մրցավարն է Վայ Սարգսյանը։ Այլ Արցախն է ներվել գրոյի, Արությունյան և անկյունային։ Անկյունային Երևանի դարպասին, առաջին անկյունայինը այս հաղակեսում։ Սարգսյանն է գնդակի մոտ, փոխանցում և հիմա էլ հակառակ եզրից անկյունային կտեսնենք, Ասրյանը այնտեղ ուստերով կուրս հանեց գնդակը։ Անցում Չիլինգարյան և արվածը դարձավ փոխանցում այստեղ Չիլինգարյանին, այլ Երևանը խլել է գնդակը, կարող է հակագրոհել, բայց Ամիրխանյան դավանցում նետվում է առաջ հիմա Արտյոմ Ամիրխանյանը, ձախից տարբերակներ կան, Ամիրխանյան, Արությունյան և այս պատխահարքումը չստացվեց։ Արցախն է անցել գրոյի, Գևորգյան, լավ պաշտպանվեց նրա դեմ Աշոտ Մնացականյանը։ Անկյունային նորից Երևանի դարպասին, հենց մեկնարկում արդեն երրորդ անկյունայինը հաստատեցին Արցախի տղաները։ Ուկանային հրապարակ, Ասերյանն է հրացնում գնդակը, այստեղ է խախտում, Արությունյանի հետ պայքարում։ Ասերյանը երկար փոխանցում է կատարելու առաջ։ Գնդակին գրեցին Արցախի տղաները, արագ ներծում են նրանք գրոյի, Արությունյանը շտապեց այստեղ։ Պաշտպանվեց և խլեց գնդակը, առաջ չասա, բայց գնդակին Արշակ Գևորգյանը հիմա էլ արագ նետվում է գրոյի Երևանը, տեսնում ենք տեմպը շատ բարձր է տաղի և երկրորդ խաղակեսը շատ ակտիվ են երկու թիմերն էլ մեկնարկել, Վխկելյան, Խացում Հովանեսյանի ուղղությամբ և պարկված է
Սարվածը Հերվից սարված Աչիկյանը ողց կատարեց Արցախի ավակի հարվածը Դավթյան ընկավ և խաղթում Սավարը խաղթում է նշանակում ստանդարտը Երևանին ինչ կտա չկա հարված և հարված այս հարվածը Ավցյանը կարծես հարվածեց այստեղ էլ անկավ Ամիխանյանը ոչինչ չկա ասում է բրծավարը շարունակում է հանդիպումը հիմա էլ խլում է գնդակը Հարությունյանը և նետվում գրոյի Հարգամ Հարությունյան այստեղ էլ հեռացրեց գնդակը անկյունային նորից Երևանի դարպասին Հակված է անկյունայինը, ծածուց չկան Հերվին հեռացրեց գնդակը Սյան նորից անկյունային տեղատարապ է այսօր անկյունայինների Արցախի ֆուտբոլիստների կողմից Տանգավոր էր, բայց այս հարվածին փոխանցմանը ասցիատեր չեղավ Ասելյանը և կամացավ ունացնել Երկու թիմերն էլ անցած դումով պարտություն են գրել Տանգավոր էր Գևորգյանի հարվածը պակեցին Մել հարկագրոյել այստեղ Երևանը Հովանիսյան փոխանցում Դավթյանի ուղղությամբ Տեսնենք և Վարդանյանը նրան էր վայրում ծեց չկացավ անցնել Վարդանյանին Դավթյանը Վանիսյան այս հարվածն էլ պակեցին Եվ եզրային նետումը Արցախինն է Երևանը անցած տուրում մրցեց Բայերի հետ և 7 հաշվով պարտություն գրեց
լավ հանդիպում չանցկացրեցին Բայերի հետ։ Հանգավոր է և խախտում Գևորգյանի հետ պայքարում տեսնենք կարծես թե դրանային է նշանակել այո այն հրապարակից դուրս ունեցավ Հարությունյանն է գնդակը վերցրել հիմա ինչ որոշում կկայացնեն առաջին գոլի դեպքում Փայլուն ուղարկում հավաքեցին ստանդարտ Արցախի տղաները տեսնենք այս անգամ ինչպես կլինի Իչը լսվում է Հարությունյան փոխանցում և վտանգավոր էր հեռացրեցին գնդակը այնտեղ կարծես թե Սարգսյանը հարվածեց, բայց թույլ էր Սարգսյանի հարվածը, Ամիխանյան, Փայլուն անցում և նոայց իր մոտ գնդակը ոչ երեք հոգի եկան և խլեցին գնդակը կրկին արագանցնում են գրոյի Արցախի տղաները, Գևորգյան չնչվեց և նորից Կորուստ Արցախ դել հանդիպեց Նապոլին անցած տուրում և նրանք մի փոքր ծանր հանդիպում անցկացրեցին և չկարողացան հաղթել Նապոլիին 2-3 հաշիվ գրանցվեց այնտեղ փոխանցում և այս եղավ երկրորդ քաղաքեսի միջնամասն է արդեն մեզ մոտ բարեկամներ դեռ փոփոխություն չկա հաշվի մեջ 2-1 հաշվով Արցախը հաղթում են Երևանին տեսնում ենք դեռ շատ վտանգավոր բայր չկան այս քաղաքեսում Փայլուն փոխանցում դուրս եկավ իր տեղից Ասերյանը և հեռացնում է գնդակը ոտքով Խաչիկյանը կլեց գնդակը Սարգսյան կենտրոնում է Սարգսյան փոխանցում Գևորգյան արված և այս ամենավտանգավոր պարն էր այս քաղաքեսում Գևորգյանի արվածը մի փոքր բարձր ընթացավ նորից Կորուստ Արշակյան անկյունային հանգավոր գործեցին Երևանի այստեղ արագ թարգված է իմ անկյունայինը Արշակյան հրաշալի անցում, բայց փոխանցումը ասավ թիմակցին հիմա կարող է հակագրոյել այստեղ Երևանը Ամիրխանյան, բայց նրա դեմ նորից Փայլուն են պաշտպանվում Արշակյան արված նորից Փայլունի արվածը դադար հիմա տեսնում եք անցավ
փորձում են հանդիպան հաշիվը հավասարեցնել ընկավ Ղազարյանը այստեղ եւ ինչ չկար։ Յանի մայլ արականցնում է գրոյի Արցախը։ Արությունյան եւ հարված ուշացեց հարված այստեղ Արգամ Արությունյանը կարող է շատ լավ առավելություն կրկին ստանալ հաշվում Արցախը գավոր է Իմայել Ամիրխանյանն է շարժվում առաջ Արտյոմ Ամիրխանյան ամենաակտիվ ֆուտբոլիստն է Երևանի կազմում այսօր բայց նրանից էլ տվեցին գնդակը Արությունյան Հալը պետք է ուղել, Սարգսյան լավ փոխանցում Գևորգյան և հրկում է իր տիմին տրտատ Ասրյանը և Գևորգյան շատ բարձր հիմա անեց գնդակը այստեղ, բայց նորից շահանակում է Արցախի մոտ մնալ գնդակը Խաչիկյան երվից փորձ վտանգավոր էր նորից Գևորգյան հարված և նորից տրտատ Ասրյանն է փրկում իր տիմին ինչպիսի վտանգավոր հիմա հարվածներ տեղի ունեցավ Արցախից այստեղ էլ Դավթյանն է շարժվում առաջ Դավթյան հարված Մաղաքյանն է հիմա էլ փրկում տեսնում ենք երկու դարպասապանների փայլուն խաղը վերջին րոպեին Ամիրխանյան լեր այս անգամ հարվածը Արտյոմ Ամիրխանյանի երկար փոխանցում Արգամ Արությունյանի ուղղությամբ, բայց ուժեղ էր այս փոխանցումը Մաղաքյանին Մենք որ փորձում են Երևանի տղաները ինչ-որ բան անել, բայց չի ստացվում։ Ցույց հասնել Ամիրխանյան կրկեցին նրան, այս անգամ Վարդանյանը խաղեց հայկականները։ Այլուն անցումների է տիրապետում Արտյոմ Ամիրխանյանը և այսօր փոքր բարդ են Արցախի ֆուտբոլիստները պաշտպանությունում գործում և հիմա էլ ավելի վտանգավոր դիրքում Լուգանային Երևանի օգտին Իսկ հիմա ինչ հուշում են տալիս այստեղ Ասրյանը Ամիրխանյանին Պատրաստ է մրցավարի սուլիչը կա, Արտյոմ Ամիրխանյան, տեսնենք, շատ վտանգավոր բա Ամիրխանյան և կրկին բարձր էր հարված Ամիրխանյանի Ստում ենք Սատ կերպով էր Այս հարվածից հետո Ամիրխանյան հիմա պայքարում է և եզրային հետո Երևանի օգտին Որարի գորում Մեզ է, մեզ Քոյն ես է կամ ախտը Քոյն ես կսել Քոյն ես կսել Գնը Ատտես Ինգրոպ է ամնազ է կելեք Վերջին 5 րոպեներն են մնացել բարեկամներ, հիմնական ժամանակը ավարտին, դեռ 2-1 հաշվով Արցախը հաղթում է Երևանի, բայց շատ հետաքրքիր հանդիպում է ընթանում
բայց Մաղաքյանը վերցնում է գնդակը։ Աշյան, լավ նկատեց Գևորգյանին, Գևորգյան, մաչ և որ և հիմա ինչպես չկարողացավ եզրափակել այս փոխանցումը Արգամ Հարությունյանը դատարկ դարպասը կարող էր գրավել գնդակը Արգամ Հարությունյանը այստեղ էլ անդադարձ էր եղել դարպասապայից եզրային նետում Բալչկա գնդակը պայ աղբարը թեքվում գնդակը փոխությունները կատարված է երկու թիմերի Գևորգյան և վերացրեց գնդակը Սարգսյան արված որսած գնդակը Ասրյանը և արագ նետում է իր թիմին գրոյի Անիսյան, Դավթյան, ոչ Քոչարյանն է այստեղ և անաճով խանցում արագ գրոյի կարող է նետվել այստեղ Արցախը Աշյան անգստացի Փոխանցում Էլյան լավ վարկումներ արված Մաղաքյանն է պրկում հիմա իր թիմին շատ լավ հարված տեսանք հիմա Գոռովանիսյանից պրկեց ամենակարևոր պահին Էդգար Մաղաքյանը իր թիմին հիմնական ժամանակն էլ ավարտվեց մեզ մոտ 3 րոպե ավելացրել խաղի մրցավարը Եվ վերջին 3 րոպեները տեսնենք կկարողանա այս խաղում գոնե մեկ միավոր վաստակել Երևանը Ամիրխանյան Արնաշփոթ է հիմա ձախեզրում ինչ է տեսնենք հիմա գնդակ ուր է որտեղ է ի վերջո Վարդանյանն է հեռացնում գնդակը Ասրյան երկար փորձ շտապեց այստեղ Ասրյանը Հեռացրեցին գնդակը Արցախի տղաները տեսնում են կանգուն է պաշտպանությունը Արցախի բոլորը գնացել են առաջ Երևանից Ամիրխանյան երկու
կողքի նրա դիմաց եւ խլեց գնդակը Արցախը նետվում է Հակագրոյի Արությունյան փոխանցում Վղտերյանը եկավ այստեղ օգնության Անկյունային այս անկյունայինը Արցախի օպին է Ովքեր նրանք ժամանակ կշահեն այստեղ Վերջին րոպեն է արդեն ընթանում, խաղարկված է անկյունայինը Վարդանյան պայքարում են և եզրային նետում է Երևանին պետք է շտապել Այս նորից անցավ գնդակը Արցախին եզրային նետում Արցախի օգնին այս անգամ էլ Այս դադարները նրանց օգտին են Սաքսյան Ինգալյան Գավը չեր և հիմա կարող է արագ հակագրել Երևանը այս այ նրանց հնարավորությունը Քոչարյան և Քոչարյան շատ երկար պահեց իր մոտ գնդակը Քոչարյան ընկավ Տվեցին նրանից գնդակը և վերջ բարեկամներ հանդիպումն ավարտված է Արցախը 2-1 հաշվով հաղթում է Երևանին և 3 միավոր վաստակում այս հերթական 3 միավորն է վաստակում այս մրցաշարում հրաշալի հանդիպում ստացվեց շատ հետաքրքիր էր ամեն ինչ այսքան այս խաղի համար մնացեք մեզ հետ կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից